Ողջույն, այսօր մեր 19-րդ դասն է, անցնում ենք 38-39-րդ էջերին։ Նախորդ դասին մենք արդեն սկսեցինք ծանոթանալ ինտերվալների հետ, պրիման գիտենք արդեն մեկ ձայնը, որ չի փոխվում եւ գալիս է արդեն սեկունդա, որ դա մեր երկու ձայներ, երկու քայլներ, այսինքն դոից գնում է դեպի ռե կամ ռեից մի, հա, այսպես։ Իսկ այսօր անցնելու ենք տերցիան, որ ասում է when you skip a white key, the interval is a third, այսինքն երբ որ դու մեկ սպիտակ ստեղն բաց ես թողնում, դա այդ ինտերվալ կոչվում է երրորդ ինտերվալ, այսինքն քայլ դեպի երրորդ, առաջինից դեպի 3 են գնում միանգամից։ Նկարի մեջ արդեն տրված է առաջինից դեպի երրորդ, այսինքն դոից դեպի մի կամ ռեից դեպի ֆա։ Տեսնում ենք, որ սպիտակ ստեղն մեկ բաց է թողնում կամ ֆայից լա։ Այսպես գնում է։ Սա մեր տերցիային ինտերվալն է, ասում է third written line or space, այսինքն ուզում ասի տերցիաները գրվում են ուրեմն տողամիջից տողամեջ կամ տողի վրայից դեպի տողի վրա։ Սա արդեն հեսա կանցնենք կտեսնենք։ Ասում է placing up insert, etc. Այսինքն պետք է դու նվագելուց նաև նշես, եթե up, այսինքն վերև է բարձրանում եւ իջնում, հա, պետք է այդ տերցիաները նշել։ Այստեղ ասում է up third, հետո ասում է down third։ Հիմա տեսնում ենք, եթե մեր ձեռքում են գտնվում, ուրեմն ձախ ֆայի բանալիում տեսնում ենք 4/4 տևողությամբ, նվագում ենք մատներին, տեսնում ենք արդեն, որ 5-ից 3 ձախ ձեռքը 5-ից 3, այսինքն 4-ը բաց է թողնված, 3-ից 1, այսպես, օրինակ դոից մի, տեսնում ենք, սա տողամեջ է, տողամիջում է գրված դոից մի, սոլ, հետո մի, դո, իջնում է, իսկ այստեղ արդեն աջ ձեռքում տեսնում ենք, որ տողի վրա են գտնվում, դո, մի, սոլ, մի, դո, էլի տեսնում ենք, առաջինից 3 է գնում, առաջինից 3, հետո 3-ից 5, հետո նույնությամբ արդեն իջնում է 5, 3, 3, 1, ու տեսնում ենք արդեն մեր ամբողջ նոտան, երկար պահող նոտան, հիմա կնվագեմ սա, ձախ ձեռքը դիրքավորում ենք ներքև, տեսնում ենք 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, կամ 5, 3, 1, 3, 5, այսպես կարող ենք վարժվել, նաև անունները նշել դո, մի, սոլ, մի, դո, այսպես աջ ձեռքը արդեն կենտրոնում ենք դիրքավորում, էլի նվագում ենք, օրինակ դո, մի, սոլ, մի, դո, կամ մատներով 1, 3, 5, 3, 1, սա մեր տերցիաներն են, արդեն հեշտ կարդացվելու համար իմացանք արդեն ինչ է նշանակում տերցիա, օրինակ play insert, պետք է հիմա մենք նվագենք տերցիաներ, model դիպված, այսինքն չափավոր արագ, 4/4-ի մեջ են գտնվում, մեր մեծ հնգայգծին է վերաբերվում, տեսեք, ձախ ձեռքում դադար է, այսինքն այս ձեռքով այս վարժանքը պետք է կատարենք, ինչ է տեղի ունենում, այս կարճ լեգատոներին ենք ուշադրություն դարձնում, նա մեզ ցույց է տալիս, որ տերցիա է տեղի ունենում, տերցիա, տեսնում եք այդ հեռավորությունները, իսկ այստեղ արդեն կա մեծ լեգատոն, այսինքն երկար, նշանակում է, որ այստեղ կարող են տեղի ունենալ նաև ուրիշ ինտերվալներ, որ անցել ենք այսօր օրինակ սեկունդա, հա, այստեղ օրինակ սեկունդա է գնում, հետո տերց սեկունդ իջնում է, այսպես, իսկ այստեղ արդեն դո, դա դիրքն է, պրայմն է, հա, այդ միաձայն, որ նույն ձայնն է, սա, այսպես, հիմա կնվագեմ, ձեռքս դիրքավորեմ, աջ ձեռքը իհարկե կենտրոնից ենք սկսում, օրինակ, դո, մի, ռե, ֆա, մի, սոլ, մի, ֆա, ռե, հետո արդեն ձախը, դո, մի, ռե, ֆա, մի, սոլ, մի, ֆա, ռե, դո, իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ նաև կա, ուր է, այստեղ օրինակ տեսա, որ միից ֆա, տեսեք, լեգատո չկա, ինքը սեկունդան է, որ մենք անցել ենք, օրինակ տողի վրայից դեպի տողամեջ, սա արդեն սեկունդային է վերաբերում, իսկ սրանք տեսնում ենք տողամեջից տողամեջ, տողի վրա, միանգամից արդեն կարծում ենք, որ սա տերցիաներն են, սա պետք է չմոռանալ, իսկ այստեղ արդեն տեքստը ասում է play a third, հա, նվագիր, տերցիա նվագիր, skip a white key, այսինքն բաց թող սպիտակ ստեղն, էլի, ասում է այստեղ տերցիաներն են, I'm sure you know, ես ասում
համոզված եմ, որ դու գիտես։ Սրա մասին է տեքստը, սա վարժանք է ընդամենը, որ պետք է մի քանի անգամ կրկնել ու նոտաները անպայման գրեք վերևում, եթե դեռ դժվարանում եք, կամ մատները շարունակեք տեղադրել։ Հիմա արդեն կանցնենք հաջորդ էջին։ Անցանք հաջորդ է, սա մեքսիկան հատ դանսի մասն է խոսում, մեքսիկական այդ գլխարկների պարն է, ինքը ուրախ ավելի փոքրիկ, այսպես ստեղծագործություն է, սա արդեն անցել ենք, կարծեմ մեծերի դասում կա, էլ որ նորից չկրկնվեմ, նույն տեքստն է գնում, ուղղակի այստեղ ասեմ, որ աջ ձեռքում ունենք դադար, 4 քառորդի մեջ են գտնվում, ձախ ձեռքում նույնպես ֆորտեի վրա է, ֆորտե ավելի բարձր է հնչում, ու այստեղ ունենք կես նոտաներ, էլի լեգատոները, տեսեք, ցույց է տալիս այս կարճ լեգատոները, որ տերցիա է տեղ ունենում, տողից իջնում է դեպի տող, ու այստեղ մենք գտնվում ենք, ուրեմն դոյում, դիրքը, հետո արդեն էլի աջ ձեռքում էլի դո դիրքը կվերցնենք կենտրոնից, արդեն պատրաստ ենք, ուրեմն տեսնում ենք այստեղ էլ է տերցիա տեղում, սա լեգատոն է երկար, որ այստեղ օրինակ տեղի ունեն սեկունդա, մեր հեռավորությունը, սա էլ է սեկունդա, իսկ այստեղ արդեն տեսնում ենք տողի վրայից իջավ տողի վրա, ուրեմն սա տերցիա է, իսկ այստեղ տեսնում ենք տողի վրայից գնաց անմիջապես տողամեջ, տողամեջից տողի վրա, այսպես կարող ենք արդեն միանգամից կարդալ ինչ է տեղ ունեմ, սեկունդա է թե տերց, իսկ այստեղ որ տեսնում ենք էլի տողի վրայից դեպի տողամեջ, ուրեմն սեկունդա է, իսկ այստեղ տողամիջից իջավ դեպի տողամեջ, այսինքն նշանակում է սա տերցիա է, իսկ նույնը արդեն կատարվում է մեր աջ ձեռքում, ձախ ձեռքը հանգիստ է, դադար է, հիմա ես մեկ անգամ կնվագեմ կամ երկու անգամ երևի կկրկնեմ, տեսնենք, արդեն դուք ինքներդ կարող եք առանձին հետո վարժվել, մի քանի անգամ ձախ ձեռքը նվագել, հետո աջ ձեռքը, հիմա այստեղ տեսնեմ ձախը, գնացինք, աջ ձեռքը, տեսնում եք, որ հիմա նորից ձախ ձեռքը կրկնում ենք, սկսում ենք առաջին մատով, սոլ նոտայից, Սա էր այսօրվա մեր դասը, սովորեցինք նաև տերցիային ինտերվալները, թե ինչպես են նրանք հնչում, կարող եք արդեն տեսնեք վերև կամ ներքև, այստեղ արդեն ձայնակցում եմ ուսուցչի օգնությամբ, սա եթե արդեն կլսեք, թե ինչպես է այն մոտավոր հնչում, այստեղ ուշադրություն դարձրեք նաև այդ լեգատոները, որ ինչպես ենք նվագելու, կապակցված, կապակցված ոչ թե հանելով, իսկ այստեղ կարող եք ձեռքը արդեն բարձրացնել, որպեսզի նոր նոտա վերցնենք, նոր նոտա, այսինքն այսպես է հնչում։ Հետո արդեն պատրաստում ենք մյուսին։ Լեգատո, այսինքն մեկ շնչով նվագել է նշանակում, այստեղ էլ արդեն կարճ մեր լեգատոներն է, այստեղ ձեռքը բարձրացնում ենք, ձեռքը մի փոքր բարձրացնում ենք, հետո սա մեկ շնչով ենք նվագում, լեգատոները արդեն անցել ենք, իսկ սա մեր կրկնողության նշանն է, որ երկու անգամ արդեն կրկնվեց, սա էր այսօրվա մեր դասը, ավելի կարճ տևեց, ավելի ուրախ եմ, որ ավելի հեշտ կլինի, երկար չեք ձանձրանա դիտելուց, եւ այսպես արդեն հաջորդ դասը կլինի 40-րդ էջից, շնորհակալություն, որ դիտում էիք, մինչ նոր հանդիպում։